հայ-թուրքական սահմանի բացմանը սպասում եք։ Թուրքերի շատ ենք ուզում տենանք, մի հատ էլ պետք է գանց, թե։ Փակ մնա այդ սահմանը, քանի ամեն ինչը չկարգավորվի։ Չի բացվելու այդ սահմանը։ Դաժան բան ես ասում էլի, հայ բալան, արի չմանրանանք։ Քան ես կառավարությունը մի լավ բան չկա։ Չեմ էլ ուզում լսեմ, որ պիտի բացվի։ Որտեւ մենք չգիտենք ինչեր են արել նրանք մեր վրա։ Ինչու է իշխանությունը այդքան ողջևորված է հասնում։ Ուզում եք բերանս բացել։ Որտեւ ինքը նրանց շատ է սիրում։ Թող գնա այնտեղ էլ ապրի։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Ոչ, չեմ էլ ուզում։ Չգիտեմ։ Ոչ մեկիներ չեմ սպասում։ Այո։ Ինչ կտա դա Հայաստանին, ինչ է կարծում։ Տնտեսական զարգացում։ Այդ կարծիքին եմ ես աչք չեմ։ Շատերը ասում են, կարծիք կա, որ գյուղատնտեսությանը կվնասի Հայաստանին։ Չէ, բացառվում է, ասենք չեմ կարծում։ Շատ կբարելավի մեր վիճակը, տնտեսական։ Գյուղացին էլ թող իր արտադրանքի որակը բարձրացնի, մրցակցություն կառաջանա։ Ես այդ կարծիքին եմ։ Չէ։ Սահման բացելը լայն բան է, ինքը չի կարելի քիչ, միջին կամ իմիջայլոց։ Եվ եթե պետք է այդ սահմանից օգտվեն միայն մի կողմը կամ մի կողմի ուժը, ես ուզում եմ հասկանամ դա մեզ ինչ է տալու։ Հա, եթե մեզ բան չի տալիս կամ մեզ տալիս է ոչ մեր ուզածի չափով, ինչի մասին է խոսքը։ Եթե համապարփակ բացեն, դա լավ բան է, թող բացեն։ Բայց եթե պետք է բացեն իմիջայլոց, որ ասեն բացել ենք, վայ, եւ դրանից սարքեն քաղաքական դիվիդենդ, չգիտեմ, թուրքերը, ադրբեջանցիները, Հայաստանի իշխանությունները, իրանք են կողմ, ես ինչի պետք է կողմ լինեմ։ Ինչ ասեմ Ազիզ ջան, երբեք չեմ ուզի, որ մենք առնչություն ունենանք Թուրքի հետ միասին։ Մեր վարչապետը Թուրքի մնացորդ։ Թուրքի են ոնց որ ասած ոտներն է լիզում։ Բերումա ոնց որ ասած հայ ժողովրդի հետ, չգիտեմ, ինչ է սպասվում մեզ, մեր հետոն։ Սկի վաղվա օրը չգիտենք ինչ կլինի, որովհետև ինչ ասեմ, սա ասելով հայ է, բայց հայ չի մեր վարչապետը, ինքը տեղով թուրք է, իր ընտանիքը, իր վարվելաձևը, ամեն օր ցինիկ ձևի արտահայտվելը, ինքն էլ Արարատ Միրզոյանն էլ, դրանք լրիվ թուրքացած մարդիկ են, որ եկան մեր այս երկրի գլխին, ու այս ժողովուրդը այնքան միամիտ է, որ երկրորդ անգամ չպետք է ընտրեր այդ տականքին, որ ինքը մարտի 1 էր արել։ Եվ դա 100% պարզ է, մարտի 1-ը ով էր կազմում։ Ես հավատում եմ, որ այս հոկտեմբերի 27-ը Վազգեն Սարգսյանի նման մարդի գլուխն էլ ինքը կերա, որ ինքը պատրաստվելով Էրդողանի մոտ եկավ ասպարես, այսքան տարի իր թափակներ, որ հայ ժողովրդին ոնց որ ասած գերի դարձնի Թուրքին։ Չասեմ վերևն Աստված կա, թող Աստված դրա արդար դատաստանը տեսնի։ Ու հիմա են քահանան, հիմա ազգանունը մոռացա, որ մի տականք էլ դա, որ կաթողիկոսը դրան կարգալույծ արե, բայց ինքը թիկունք ունենալով լավ միլիոններ ուտելով վարչապետից, կանգնելա վարչապետը իր թիկունքին ու ինքը ընդհանրապես առաքելական եկեղեցու հետ ընդհանրապես այդ տականքը գործ չունի, բայց ինատու կաթողիկոսին գնում է նրա բանը պատարակին մասնակցելու, իր նման թուրքերի շարան են ոստիկանները դարել են արդեն թուրքից թուրք։ Ես հիմա ատում եմ մի հատ ոստիկան, որ տեսնում եմ, որովհետև բոլորը վազում են իրանց շահի հետև, հանուն շահի վաճառում են երկիրը, ամեն ինչ, մենակ իրանց ընտանիքը են, իրանց գարշերը լցնեն, լավ ուտեն խմեն, ասեն էսա,
լավ ապրում ենք, թքած հայրենիքի վրա։ Եվ ընդհանրապես հիմա ազգի, ասեմ 40-50% այդ ձևով է ապրում։ Իսկ եթե բոլորը դառնային մի բռունցք, այդ տականքը չէր մնա։ Հələ հիմա էլ երեք լսում եմ, որ մայիսին պետք է Էրդողանն ու Ալիևը գան ստեղ։ Սիրտս պայթում է, որ լսում եմ, բայց չգիտեմ ինչ անեմ։ Հույսս Աստծո վրա է։ Վերևն Աստված, ներքևը առաքելական եկեղեցի։ Թող Աստված դրանց դատաստանը տեսնի ու տեսնելու է, վաղ թե ուշ։ Կարող է մենք չլինենք, չտեսնենք, բայց լինելու է։